Մեր լսարանին հիշեցնեմ, որ այս պահին մենք գտնվում ենք Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանի Կարմիր Բլուր հնավայրում, որտեղ են նաև Երևանի քաղաքապետարանի, Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամներ։ Այս պահին մենք կզրուցենք Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի հետ։ Պարոն Սուքիասյան, խնդրում եմ ներկայացրեք ինչու եք այս պահին Կարմիր Բլուր հնավայրում եւ ինչ ահազանգի հետքերով եք այստեղ։ Շնորհակալություն եւ հարցադրման եւ այս պահին մեզ ուղեկցելու համար։ Մեր օրերում, երբ որ հարևան պետությունը բացահայտ խոսում է Հայաստան եւ մասնավորապես Երևան-ադրբեջանցիների հնարավոր վերադարձի ադրբեջանական քաղաք լինելու իրենց ճակերտավոր այդ միֆի թեզերի կտրվածքով, մեզ համար շատ ուշագրավ է տեսնելու, թե Երևանի ծագման, Երևանի ծննդյան վկայական, այսպես ասենք, այդ տեղավայրերը, հնավայրերը ինչ վիճակում են գտնվում։ Մենք սկսել ենք շրջայցը Կարմիր Բլուրից եւ մեր ունեցած նախնական տեղեկությունները այս պահին հաստատվում են։ Բացի այն, որ թանգարանը, Էրեբունի Երևան թանգարանը, որը ունես 3 վայրը, Կարմիր Բլուր, Շենգավիթ եւ Էրեբունի թանգարան, ավելի քան 1 տարի է չունի տնօրեն։ Երևանի այդ այցեքարտը հանդիսացող թանգարանի հետագա ճակատագրի հետ կապված կան լրջագույն անհանգստացնող դրվագներ, մասնավորապես ուրարտական պատը վերականգնելու նպատակ հետապնդող այս աղյուսները, որոնք արտադրվել են հենց այդ նպատակով, այս պահին բարձր թողի իրավիճակում են, ծրագիրը կասեցված է, հովանավորությունը եղել է ֆրանսիական կողմից շուրջ 200,000 եվրո դրամաշնորհի շրջանակներում, Գրենոբլի հողի ճարտարապետության ուսումնասիրության ինստիտուտի կողմից, այդ ծրագիրը կասեցված է, այդ ուրարտական պատի վերականգնումը ռեստավրացիան, այսպես ասենք, հարվածի տակ է եւ նաեւ մասնագետները մեզ ասեցին, որ եթե աղյուսները, որ այս պահին մենք տեսնում ենք մեր աչքի առաջ, հաջողությամբ իրենց նպատակին ծառայեն, դա նաեւ հիմք էր հանդիսանալու, որ այդ արտադրությունը նաեւ տար այն նյութը, որով հնարավոր կլիներ դվի մայրաքաղաքը վերականգնել։ Այսինքն նաեւ դա է կասկածի տակ Էրեբունի թանգարանային բլոկը, մարդիկ, ովքեր կգան, կուզենան շարունակել ղեկավարել թանգարանը, այդ առումով կունենք ճգնաժամ։ Դրանք նեղ մասնագետներ են, ամեն մեկը չի կարող գալ այդ մրցույթին մասնակցել կամ նշանակվել։ Հետևաբար այստեղ խնդիրը ֆիքսեցինք, որ աղյուսները շատ անմխիթար իրավիճակում են, սրանք ժամանակ անց այլևս անպիտան են լինելու, ես վստահ եմ, եւ արդեն իսկ արված ծախսն է ջուրը ընկնելու եւ առհասարակ Կարմիր Բլուր հնավայրի ճակատագիրն է լինելու անորոշ եւ որը նաեւ սերտորեն շահկապված է եւ Շենգավիթ հնավայրի հետ եւ բուն Էրեբունի թանգարանի հետ, այնպես որ մենք այս խնդիրները տեղում ծանոթանալով խնդիրներին նպատակ ունենք ամբողջական ինֆորմացիա ունենալ, տեղում համոզվել, որպեսզի ավագանու առաջիկա նիստի ժամանակ այդ հարցերը բարձրացնենք, լուծում պահանջենք։ Այստեղ նաեւ ենթատեքստ կա, որ Ուրարտագիտությունը Ուրարտուի հետ հայկական առնչությունները հերքելու հստակ ուղեգիծ կա, մասնավորապես պատմության 7-րդ դասարանի դասագրքում, այնտեղ Հայաստան, հայեր չի հիշատակվում Ուրարտուի հետ կապված եւ ողջամիտ ենթադրություն է առաջանում, որ այս ծրագրի կասեցումը սերտորեն շահկապված է հենց դրա հետ եւ այս խնդրի բարձրաձայնումը, այս ահազանգի հնչեցումը նպատակ ունի կասեցնել, թույլ չտալ, որ մեր պատմությունը վերաշարադրվի, վերանայվի եւ շատ այսպես հարևան պետության պետական քաղաքականության հետ ինչ որ սինխրոն ձևով չգնա այս հատվածում հայկականության հետքի այդ հերքումը, վերացումը, մեր կապը առհասարակ Ուրարտուի հետ եւ առհասարակ այդ թվաց դրվագներից զատ Երևան քաղաքը ցանկացած զբոսաշրջիկի իր ծագման վերաբերյալ պատմամշակութային ցուցադրություն պետք է ունենա։ Մենք նաեւ ունենք տեղեկատվություն, որ Էրեբունի թանգարանում էլ մշտական ցուցադրություն այս պահին չկա, այսինքն մենք այսօր նաեւ այնտեղ ենք լինելու եւ փորձելու ենք հասկանալ իրականությունը ինչա կատարվում, այս 3 հնավայրերն էլ Երևանի, այսպես ասենք, հենման կետերն են,
որոնք եթե պատշաճ իրավիճակի չեն, ցանկացած, չգիտեմ, ասֆալտ կանեն, ջրահեռացում կանեն, ծառատուն կանեն, դրանք առօրեական, այժմեական խնդիրներ են։ Երևանը իր պատմական արմատներից իրավունք չունի, այսպես ասենք, տարանջատվել եւ այս ամեն ինչը պետք է լինի քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում, իսկ եթե իրանք փորձեն անուշադրության մատնել, այդ պարագայում էլ մենք կհարկադրենք այդ ուշադրությունը դարձնել Երևանի վրա։ Առհասարակ անմխիթար բարձի թողի անվայել իրավիճակում է այս պահին գտնվում Կարմիր Բլուրը եւ խնդրեմ աստիճանների վրա խոտ է աճում։ Պատկերացրեք մի որևիցե տուրիստի բերենք այստեղ, ասենք Երևանի ծագման մասին վկայող հնավայր է, ինչ պետք է, ինչ տպավորություն պետք է ստանան։ Սա ուղղակի ամոթ է, սա վիճակ չի, որ Շենգավիթ ներողություն Կարմիր Բլուր հնավայրը ունի։ Ես առաջարկում եմ, քանի որ մենք մեր շրջայցը երկարատև է, այս մասով այս պահին սահմանափակվենք, անցնենք գնանք Շենգավիթ արդեն հնավայր, իսկ բուն Կարմիր Բլուրի այդ պատային հատվածը դա արդեն ավելի նեղ մասնագիտական լուսաբանման դրվագներ է իր մեջ պարունակում, որը այսպես ասենք, ես այդքան լավատեսություն չունեմ այս իշխանություններից, բայց այդուհանդերձ պիտի լինի նաև մեր լրացուցիչ ուսումնասիրման առարկան։ Պարոն Սուքիասյան, այնուամենայնիվ միտումնավորություն դուք տեսնում եք սրանում, որ այսպիսի հակվածություն կա Ուրարտական շրջանի այդ պատմական փուլը մոռացության տալու այդ վտանգի առջև ենք, նաև կանգնած։ Այս դեպքում այս ծրագրի դադարեցում աղյուսների վերականգնման դուք սրանում միտումնավորություն տեսնում եք։ Տեսեք, ձեր ասացին նաև հավելեմ այն, որ մասնավորապես Երևանի բերդի ժառանգությունը գտնվելիս է եղել Թբիլիսիում եւ Ալիևները կարողացել են առնել այդ ժառանգությունը, տանել իրենց մոտ եւ մատուցել որպես պատմական ժառանգություն այն մասին, որ իբրև թե Երևանը հիմնել է 16-րդ դարի սկզբին իրենց լեզվով ասենք Ռիվանխուլի խանը, այսինքն շատ կոնկրետ հավակնություն ունեն այդ մարդիկ, ոչ միայն որ այստեղ խորհրդային շրջանում մեծ թվով ադրբեջանցիներին ապրել եւ պետք է վերադառնան, այլ նաեւ պատմամշակութային իրենց համար մտածածին հիմքեր են ստեղծում, որպեսզի հիմնավորեն իրենց հավակնությունները այս տարածքի նկատմամբ, այսինքն Արցախի կորստով եթե մարդիկ մտածում էին, որ դե լավ խաղաղություն կգա, այս իշխանություններն էլ առավոտից երեկո, չգիտեմ, թմբկահարում են խաղաղություն, դա ասելով չի, մարդիկ իրենց հավակնությունները ադրբեջանցիները չեն էլ թաքցնում, որ այս ամեն ինչի հանդեպ իրենք ունեն հավակնություններ ու այդ ամենի խորապատկերին ռեստավրացիոն աշխատանքները եւ աղյուսները այս վիճակում թողնել, մի տարի թողնել առանց տնօրենի այս հաստատությունը, բարձի թողի իրավիճակում թողնել։ Մենք առաջիկայում այդ հարցը պատրաստում ենք ավականունիստի ժամանակ բարձրացնել, տնօրենից հետո տեղակալն է կարճ ժամանակ եղել ժամանակավոր պաշտոնակատար, հետո նա էլ է հրաժարվել, հետո էլ արդեն, եթե չեմ սխալվում, ֆոնդապահին է դրել, ուղղակի զուտ, որտեղ օրենքն է պահանջել ինչ-որ ԺՊ ունենալ։ Այսինքն ամփոփ վերաբերմունք ձեր ասած միտման վերաբերյալ կարող եմ ասել, որ ես դա չեմ բացառում, բարև ձեզ։ Ես դա չեմ բացառում, բայց այդ ամենը որպեսզի ավելի արգումենտներով ամրապնդվի, ենք եւ գրավոր հարցումներով եւ քաղաքային ավականունիստի ժամանակ մեր բարձրացրած հարցապնդումներով կգնանք շատ կոնկրետ հարցերի պատասխաններ ստանալու հետևից։ Դրա թելերը նաև ուրիշ տեղ են գնում, ասում են, որ տարբեր մարդիկ կան, ովքեր հասարակական կազմակերպությունների հիմունքներով խորհրդատվություն են մատուցում կրթության և գիտության նախարարությանը, մասնավորապես դպրոցական դասագրքերի ծրագրերի հետ կապված։ Եվ ասենք, այդ հասարակական կազմակերպության տարբեր աշխատակիցներ համատեղության կարգով աշխատում են տարբեր դեսպանատներում։ Դրանք փաստեր են, դրանք խոսակցություններ են, որոնք ենթադրում են այդ ուղղությամբ նաև լուսաբանում, այդ ուղղությամբ նաև որոշակի աշխատանք, եթե կա դրսից պատվիրատու որևիցե պատմական գիծ առաջ տանելու, բնականաբար արդեն շղթայական ռեակցիայով այդ ամենը տարածվելու է այդ տարվող գծին
հակոտնյա բոլոր, այսպես ասենք, օջախները, այսպես ասենք, լիկվիդացնելու ուղղությամբ։ Այդ առումով ես ամենևին էլ չեմ բացառում, որ կարող է լինել կանխամտածված որոշակի քաղաքականություն, իսկ եթե այդ ամեն ինչը կանխամտածված չի, թող նման պնդումանողներին ի հեճուկս շատ արագ իրավիճակը կարգավորեն, բերեն նորմալ վիճակի, տնօրինություն նշանակեն, տեսահասկման համակարգերը վերականգնեն, բերեն պատշաճ վիճակի այս ջեմուղին, սա տուրիստական վայր դառնալու հսկայական պոտենցիալ ունի Կարմիր Բլուրը։ Նույնը նաև Էրեբունի թանգարանը, Շենգավի տնավայրը։ Այսինքն մենք ունենք այդ ամեն ինչը, բայց ցավոք անտերության եւ անուշադրության է մատնված։ Պարոն Սուքեսյան, բայց նախկին տնօրենի Միքայելի պաշտոնավարման օրոք ասես այս խնդիրները չկային, հա, ընդհակառակը Որքան ես հասկանում եմ, Միքայելն էլ էլի ժառանգել էր ծանր որոշակի իրավիճակ եւ քանի որ այստեղ գիտեք կոմերցիա չի, որ միանգամից մեծ գումար տան քաղաքական որոշումով, չգիտեմ, ասֆալտապատում չի, որ կոմերցիոն շահեր լինեն, անպայման արագ տենդերները դնեն, այդ փողերը պտտացնեն ինչ-որ մարդիկ, քանի որ ասենք գիտությունը, հնագիտությունը, թանգարանագիտությունը օրվա իշխանությունների կողմից չի առանձնապես կարևորվում, ոնց հասկանում եմ նախկին տնօրենը եղել է, ասենք, ինչ-որ ջանքերի արդյունքում, էնտուզիազմի արդյունքում, ինչ-որ արդյունք ստեղծելու, բայց դա էլ է եղել շատ դանդաղ, որովհետև անընդհատ ինքը ինչ-որ հայթայթողի դերում է եղել։ Չի եղել պետական բարձրաստիճան հոգացություն այս ամեն ինչի հանդեպ, կարևորությունը չի գիտակցվել, որտեվ եթե այս ամեն ինչը, այս ժառանգությունը քայքայվի, վերանա եւ պատշաճ խնամքի չարժանանա, մեր այստեղ ապրելը, այս հողի վրա ապրելը դառնալու է շատ, այսպես ասենք, շահարկման առարկա օտարների կողմից, այսինքն ցույց տալու բան պիտի ունենաս միշտ, իսկ այդ ցույց տալու բանը դու ունես, որովհետև դու այս ամեն ինչի կրողն ես։ Հիմա այս ամեն ինչը դրված է հարվածի տակ եւ պետք է ամեն ինչ անենք, որ այդ վտանգները չզոքացնենք։